Մերսի շատ։ Okay. Մամ։ Ես դու որտեղից գիտես, որ Արամը կանաչ թեյ է սիրում։ Արամն է ասել։ Ոնց։ Երբ։ Անահիս ջան, դու մոռանում ես, որ քո հայրը եւ Արամի հայրը գործընկերներ են։ Մենք էլ իրենց տունը հաճախ ենք եղել։ Ոնց են դասերը, ծնողներդ ոնց են, Արամ ջան։ Լավ, մերսի շատ։ Տանեցիներն էլ, դասերն էլ։ Վաղուց չենք հանդիպել։ Հեսա եղանակները տաքանան, մենք այնտեղ շատ սիրուն տեղ ունենք։ Անահիսի պապան է շատ համով խորոված է սարքում։ Կհավաքվենք, մի լավ կուրախանանք։ Հուսամ Դավիթն ու Լուսենը կմիանան։ Օ, շատ հավես կլինի։ Սիրով։ Արթուր, Մտքովս չէր անցել, Վիկ։ ինչը չի անցել, որ կուզեմ, թե որ կանչես։ Էդ էլ են էլ։ Հա, Վիկ։ Մենակ ճիշտն ասա։ Միջև Անահիսի ասել է քո մտքով անցել, հա։ Չէ, Դե բա տենում ես։ Վիկ, ես քեզ շատ եմ սիրում։ Եթե ուզում ես, երբ մտքովդ անցնի, արի գնանք։ Խոսա, Վիկա։ կմտածեմ։ Էդ ինձ է ստուգում։ Կարող եմ մտածում ես, որ իմ համար հարաբերությունները լուրջ չեն։ Արթուր, հետո կխոսենք։ Վիկա, սպասի։ Դու այսքան օրը քեզ տարօրինակ ես պահում։ Ինչ որ բան ա եղել։ Վիկ, կարող է ինձ էլ չես սիրում։ Եվ տները, որոնք կան հին թաղում, պլյուս մի քանի տուն եւս, որոնք մենք կուզեինք կառուցել, նախագծում նշված է որտեղ։ Պետք է լինեն հին քաղաքի ճարտարապետական ոճի մեջ։ Դե երևի այսքանը, եթե հարցեր ունեք, համեցեք։ Լավ նախագիծ է, Լուսե ջան, հեղինակը դու ես։ Դավիթի հետ ենք աշխատել։ Տպավորված եմ։ Բայց տեսեք։ Հին թաղի բնակիչների հետ կապված ես կարծում եմ, որ մարդիկ չեն կարողանա ամբողջական իրենց տները ձեր ուզած տեսքին բերել։ Կարծում եմ, այդ հասկանում եք, չէ՞ դուք։ Չէ։ Ինչու ամբողջովին։ Կեսը մենք, կեսը բնակիչները։ 50-50։ Հա, ռեալ բան եք ասում։ Կան տներ, որ իրոք կկարողանան ամբողջն անել, բայց թաղում կան տներ նաև, որտեղ մենակ ծերեր են ապրում։ Հենց դրա համար էլ Արեգ ջան, մենք առաջարկում ենք 50-50-ի տարբերակը։ Դե, ինչ կասեք Տիկին Սաթեն։ Արդեն ասեցի ես, լավ նախագիծ է, ինձ դուր է գալիս, բայց ես կասկածներ ունեմ, որ ձեր գործընկերը իր համաձայնությունը չի տա։ Այ, Սաթենը ինձ 5 մատի պես ճանաչում է։ Բա իհարկե Սրափյանը չի համաձայնվի։ Լսեք, դու ինձ ինչ ճարտարապետական ոճի մեջ է սիրունն է, գեշա, լավն է, վատն է։ Ուրեմն ես մեշոկով փող դնեմ այս ամեն ինչի մեջ ու ոչ մի օգուտ չստանամ, հա։ Սուրեն։ Վեր կաց։ Արգամ ջան, մյուս անգամ կզանգես, երբ որ ձեր գործընկերոջը խելքի կբերեք։ Դու անխելքը դու ես այ պարավ։ Սուրեն։ Արեք։ Շատ հյուրասեր եմ ամատ։ Այդ որովհետև դու իրա դուրը շատ եկար։ Լուրջ։ Մեր տուն որ հյուրեր են գալիս ու իրա դուրը չեն գալիս, փակվում է սենյակում ու դուրս չի գալիս։ Բայց մերսի քեզ որ եկար։ Գիտեմ, երևի ուզում էիր, որ ես առաջինը ձեր տուն գայի։ Իրականում տենց էի պատկերացնում։ Նեղվեցիր, որ դու առաջինը եկար մեր տուն։ Չէ։
Վիկա խոսա սիրտս կանգնեց։ Կարող է ուրիշին է սիրահարվել։ Ես ոչ մեկ էլ չեմ սիրահարվել։ Հաստատ։ Հաստատ։ Վիկա, բա որն է պատճառը։ Կարող է գրպանես փող չկա դրա համար ես նեղացել։ Արթուր, արի ես գնամ տուն, դու էլ Վիկա, խնդրում եմ, ասա ինչ ա եղել, նոր գնա։ ոչ մի արտասովոր բան։ Ես ուղղակի ուզում եմ մտածեմ։ Ինչ մտածես։ Մեր մասին։ Ինչ կա մեր մասին մտածելու, Վիկ։ Արթուր, հետո կխոսանք էլի։ Արեք, Արեք ջան, խնդրում եմ։ վերջ արեք, գնացինք։ Թողը տենամ ինչ ասում է։ Արեք։ Հանգստացի միա։ Լսի դու ում կողմից ես, արա։ Սատեն ջան կներես, ես չգիտեի, որ ես աստիճան։ Արգամ ջան, խնդրում եմ գործընկերոջդ կարգի հրավիրեք, որովհետև ամեն անգամ բախտը չի բերելու։ Դավիթը կողքին չի լինելու ամեն անգամ։ Լավ, Սատեն։ Հետո կխոսենք։ Լավ, Սատեն ջան։ Թողարացը կոտուրը գալիս, հա։ Յա, հələ մեղավորը ես եմ, հա։ Թե ես եմ մեղավոր։ Հա դու, ու դու բոլորդ, որ անցել եք այդ պարրավի կողմը։ Լսի, մյուս անգամ պարրամ ասես։ Թե չէ ինչ, դու եք հարցածպես դրես, հա։ Հա։ Լուսե ջան, մի բաժակ ջուր բեր։ Գուցե այդ մի բաժակ ջուրը քեզ խելքի բերի։ Հա, քո կարծիքով ջուրը կօգնի։ Լսի, Սատենը ինձ համար շատ կարևոր մարդ է։ Շատ կարևոր մարդ, ու մյուս անգամ ես քո բերանից այդ բառը չլսեմ նրա հասցեին, հակառակ դեպքում ես կփակեմ բերանդ։ Այդ հանդիպումը լուրջ մի ընդունեք։ Սուրենը ամեն ինչ կանի, որ դուք համաձայնության չգաք։ Դու ինչ կապ ունես։ Ասում եմ ես կապ չունեմ, բայց ես լսել եմ, որ ինքը հեռախոսով է խոսում, չգիտեմ ում հետ։ Ինչի քեզ դնում է, ես մտածում եմ, որ ինչ-որ բան ստացվելու է, հատկապես այն դեպքում, որ Սրապյանը այդտեղ է լինելու։ Բոլորը համաձայն են։ Հա, ու մի բան էլ։ Սուրենը երբեք չի սիրում պարտվել, ու այս անգամ էլ ինքը ամեն ինչ կանի, որ հաղթի։ Ամեն ինչը ինչ է, ինձ հետաքրքիր է։ Հերթով բոլորից բանելու է։ Չգիտեմ, Սաթեն, չգիտեմ։ Չեմ կարող ասել այս անգամ Սուրենը ուր կհասնի, բայց ամեն դեպքում խորհուրդ կտամ ասածներից լուրջ վերաբերվեք։ Գնացինք։ Հիմա շատ հոգնած եմ, բայց առավոտյան լուրջ խոսելու բան կա։ Լսի, դու քո ներդրած գումարը հետ ես բերելու։ Հա, շահույթը տասնապատիկ չի, բայց այնպես էլ չի, որ ընդհանրապես չկա։ Լսի տղա ջան, դու ինձ հաշվել մի սովորեցու, հա։ Ուրեմն լսեք։ Ես այդ մի կտոր հողի համար ոչ այդքան մարդ կխառնեի, ոչ այդքան փող կդնեի։ Ուրեմն սենց, կամ դուք ինձ օգնում եք, որ այդ Տիկին Սաթենին համոզենք ու տները առնենք, կամ չկա, Սուրեն։ Մենք դա չենք անելու։ Իսկ եթե դու շարունակես այս կերպ շարժվել, Սաթենը բնակիչներին կհավաքի ու այնպես կանի, որ այդ մնացած հողն էլ մեր ձեռքից կվերցնեն։ չեն կարա արգամ։ Կարան, պապ։ Հատկապես այն դեպքում, եթե մենք միանանք ու ասենք, որ հրաժարվում ենք։ Որովհետև քո տոկոսները 25% է, իսկ մերը միասին վերցրած 75։ Ահա, պարզ է, ոնց։ Օծը տակածնողն է չի խայթում։ Ուրեմն ես քեզ պահեմ, մեծացնեմ ու դու հորդ դեմ դուրս գաս, հա։ Ապրես տղա ջան, ապրես։ Մի ներվի, Դավիթ ջան, ամեն ինչ լավ է լինելու։ Կհանգստանա, կխոսեք, կհասկանաք։ Լսի, ես քեզ միշտ ասել եմ, շատ եմ հավանում Արամին։ Ապրեն ծնողները, շատ լավ երեխա են դաստիարակել։
Լուսի, լավը հայրդ տանը չէ, գիտես, նորմալ շփվեցինք։ Հա, ես էլ ուրախացա։ Մամ, բայց ինչ եմ հագնելու Արամես տուն գնալուց։ Արամենց տուն ես գնալու։ Հա, իր ծնողները սպասում են։ Լավ է։ Մամ, բայց գիտես վախենում եմ։ Ինչի՞ց ես վախենում։ Շատ լավ ծնողներ ունի Արամը։ Հայրը ճիշտ է մի քիչ խիստ է, բայց շատ լավ մարդ է։ Իսկ մայրը շատ հաճելի կին է։ Հա, հարսանիքի օրը տեսա, երկուսին էլ շատ եմ հավանել։ Դե լավ է, որ հավանել ես, ավելի հեշտ կլինի շփվելը։ Դե վեր կաց տեսնենք ինչ ես հագնելու։ Ես չգիտեմ արդեն, ամբողջ ճանապարհին մի բառ հետս չխոսած։ Դրա համար ես խառնվել։ Դե հիմա մարդը կարող է տրամադրություն չունի։ Հա, էլի տրամադրություն չուներ, բայց դե գոնե ասեր որն էր պատճառը։ Դե հիմա աղջիկա, կարող է իրան ինչ-որ բան անհանգստացնում է։ Պետք է մտածի, հասկանա, դու րոպեն մեկ հարց ես տալիս։ Բիձա, մենք Վիկայից ենք խոսում, ոչ թե քեզնից, Վիկայից։ Ինչի Վիկան չի մտածում։ Դե մտածում է, բայց ոչ քո նման, հարաստը եսի մուր։ Ինչ գիտես է։ Անայսն ասել է, որ իրանք իրար հետ շատ են խոսացել։ Երևի այդ աղջիկը պետք է Մարսի հետ ամեն ինչը, չգիտեմ։ Չես պատկերացնի ոնց կուրախանամ, եթե քո ասածով լինի։ Դե բա ինչ պետք է լինի է։ Ես չգիտեմ, Արամ, չգիտեմ, արդեն չեմ կարում։ Ես առանց Վիկա չեմ կարա։ Չես մնա ապեր դու առանց Վիկա, հանգստացի։ Անայսը վստահ է, որ Վիկան քեզ շատ է սիրում։ Բայց ես կուզեմ, որ քո ասածով լինի։ Հաստատ ապեր։ Հաստատ։ Սիրտս հովացավ։ Մարիամ, դու պիտի Արեգին տեսնեիր։ Լրիվ հունից դուրս էր եկել։ Իսկ Դավիթը։ Դավիթը իրեն գերազանց պահեց։ Բայց մեղք էր խեղճ երեխեն։ Իսկ Սուրենը մի խոսքով ավելի լավ չասեմ։ Չես պատկերացնում ոնց եմ սպասում, որ այս ամեն ինչը ավարտվի ու դրանից հետո ավելի լավ է մեռնեմ, քան թե Սուրենի հետ գործ անեմ։ Բայց լավ, թե վատ այսքան տարի աշխատել եք, չէ՞։ Հա, այդ մենակ ես գիտեմ, թե ինչերի միջով եմ անցել։ Մենակ ես։ Լավ, հանգստացի։ Սա հիմա շատ լավ առիթ է, որ ամեն մեկս մեր գործով զբաղվենք։ Ես մինչև կոկորդս կուշտեմ այդ Սուրենից։ Ավելորդ անգամ ոչ տեսնել եմ ուզում, ոչ հանդիպել, ոչ էլ հետը գործ անել։ Ինչ լավ է, որ Դավիթը հոր հետ առանձնապես չունի։ Թե չէ ստիպված պիտի խնամի խաղայինք։ Լսի, ասել եմ քեզ, որ Վարդանը գոհ է Արամից, ասում է ոչ մի տեղ, ոչ մի սխալ չունի, զարմացած ու հիացած է, ասում է քեզ արժանի փոխարինող է ծնվել վերջապես։ Իդեպ ուր է այդ երեխեն։ Առավոտ շուտ գնաց ընկերուհուն վերցնի, որ միասին գնան դասի։ Հա, ամենաքաղցր տարիները։ Հիշում ես, ես էլ ձեր թաղ էի գալիս, որ միասին գնայինք դասի։ Ոնց չեմ հիշում։ Մի օր էլ դասի եկար վերնաշապիկիդ վրա Արյան հետքեր։ Դե հա, ինչ անեմ, ձեր թաղի տղաները կռվարար էին։ Բայց խոսեցինք ու փառք Աստծո մի քիչ շուտ հասկացանք իրար։ Այսպիսի բան էր։ Ախր այսօր շատ սիրուն ես, է։ Ինչի մենակ այսօր։ Չէ, ամեն օր սիրուն ես։ Ուղղակի այսօր մի քիչ ուրիշ է։ Դե կլինի այսօր գնանք ձերոնց տուն։ Հա, ոնց չի լինի։ Լսի, դրա համար ես այսօր սենց։ Դե շատ եմ ուզում ձերոնք ինձ հավանել։ Կհավանեմ։ Հաստատ կհավանեմ։ Լսի, բայց չէի մտածում, որ այսքան շուտ կուզես։ Դե մամաս ասաց, որ դու հաստատ սպասելու ես։ Ես էլ չուզեցի քեզ իսուր սպասեցնեմ։ Մերսի Անայս։ Ինչի։ Իրականում սկզբում մտածում էի դու բացի քեզնից ուրիշ ոչ մեկի մասին չես մտածում։
Բայց հիմա լրիվ ուրիշ բան եմ տենում։ Անկեղծ ասած, այնքան եմ ամաչում մեր առաջի հանդիպման պատճառով։ Այն ժամանակ շատ վատ էին զգում։ Ուղղակի մտածում էի չասեմ ձեզ, որ չծաղեք ինձ վրա։ Կներես։ Կներեսի բան չկա։ Ուղղակի պետք է ասեիր Անայիս։ Ես որ հաստատ չէի ծիծաղա։ Հիմա այնքան հեշտ է այս ամեն ինչի մասին խոսելը։ Այն ժամանակ ամեն հանդիպմանը հազիվ էի գալիս։ Չէի ուզում։ Չէ, շատ էի ուզում։ Ուղղակի ամաչում էի։ Դե եղածի պատճառով։ Անայիս, էլ չհամաչես, լավ։ Ու հենց բան ուզենաս ասելու, հանգիստ կարաս ասես։ Ես քեզ կհասկանամ։ Խոսք եմ տալիս։ Համեցի։ Այս սուրճը լրիվ տեղին է։ Խմեմ, բլիցքավորվեմ, գնամ պարոն Սրապյանի մոտ։ Իսկ կարող է թողնես այսօր հանգստանալ վաղը գնաս։ Սիչե դու իրոք չես պատկերացնում, հա։ Ինքը նույնիսկ այսօր կարող է այնպիսի բաներ անի, որ հեչ մեր օգտին չի։ Լավ, դու ավելի լավ կիմանաս։ Լուսեր, կարող է մի բան պայմանավորվենք։ Ինչ։ Դե օրինակ, եթե այս նախագիծը մեր սրտով ավարտվի, որպես պարգևատրում գնանք ճամփորդության։ Չէ, չեմ պարտադրում, որ հիմա պատասխանես։ Կարող ես մտածել, հետո խոսենք։ Ուղղակի ես կարծում եմ, որ դրանով ինքներս մեզ երկրորդ հնարավորություն կտանք։ Ապրես սուրճյան։ Դավինչին անակնկալ է պատրաստել։ Ուխ, ինչ լավ է, մեկ-մեկ էլ պատվիրելու փոխարեն կարան գանք հոպլեքս Դավիչի սուշի ուտելու։ Համեն մի քիչ ման կգանք, բայց ճամպրոկուս կպահել, չէ։ Հա, բա ոնց կանխավճար ենք թողել։ Ուղղակի մի բան ուտենք նոր գնանք վերցնենք, որ ամբողջ ընթացքում այդներս ման չտանք։ Բայց էլի բաներ ունենք առնել։ Հիշում եմ Աշխեն, ամեն ինչ հիշում եմ։ Լավ, արի ընտրենք։ Ինսյակեի չիգո ու հալապենյա։ Շատ լավ։ Տեսեք, սյակեի չիգոն մեր հեղինակային ռոլն է, ելակի եւ սաղմոնի համադրություն է եւ հալապենյոն նույնպես սաղմոնի եւ հալապենյոյի լիմոնի համադրություն է։ Գրանցենք։ Շատ լավ։ Ձեզ։ Ինձ էլ տեմպուրա միքս տակրաներից։ Բարի։ Լավ դե պատմի, վերջին ինչ եղավ, խոսացիք։ Չէ, ոնց խոսայի։ Տարածքում բացի մեզնից էլի մարդիկ կային։ Բայց ամբողջ ընթացքում իրար էինք նայում։ Ամուսնու ներկայությամբ։ Դե բարձա որ թակում, բայց Լավ չի։ Գոնե մի քիչ մենակ կմնայինք։ ամեն դեպքում այդ տխրությունը կար։ Մտածում եմ կարող եմ մի հատ էլ հանդիպեմ։ Գնաս իրանց տուն։ Չէ, տանտեղը չգիտեմ էլ։ Քաղաքում։ Բայց կգա։ Հույս ունեմ, որ հա։ Ուղղակի մտածում եմ կարող է մարդը հաշտվել է ու հիմա այս հանդիպումով ներսը տակնու վրա անա։ Բայց որ իրան նայում ես ինչ ես զգում, հաշտվել է։ Չէ։
Բայց այդ մենակ իմ կարծիքն է։ Կարող է սխալվում եմ։ Ներողություն, ձեր պատվերն արդեն պատրաստ է։ Շատ համով, որ գնամ Մոսկվա, որտեղից եմ սենց համով սուշի առնելու։ Դե մի քանի տուփ ստեղից կվերցնես, նոր կգնաս։ Գրի։ Պապաս ասում է, որ մարդ չարածի համար է փոշմանում։ Գրի Լուսեին ու կանչի հանդիպման։ Հետո չես փոշմանում։ Արեգ, լավա չի հասցրել։ Շատ լավ է, լսի, շատ լավ է։ Լավ, բա ոնց գլխի ընկակ։ Իզաբելը ինձ զգուշացրել էր, չէ, ասել էր, որ Սրապյանը չի համաձայնելու։ Ավելին ասել էր, ոչ մի բանի առաջ չի կանգնելու։ Այ այդ ձեր ասածը հեչ դուրս չեկավ։ Հատկապես, որ Իզաբելն է զգուշացրել։ Դե լա ավետ հետո։ Չէ, պետք չի անտեսել։ Չեմ անտեսում, Լևոն ջան։ Արեգը Աշխենին բերի, կնստեմ հետը կխոսեմ։ Գործերդ հասցրիր։ Հա, արձակուրդի համար դիմում գրեցի, ու որ իմանա այսքան շուտ եմ ավարտելու, Արեգին էլ նեղություն չէի տա։ Լավ դե դու էլ։ Արեգը հոտար մարդ չի ձեզ։ Տես Լևոն, ինչն է հետաքրքիր։ Այդ Իզաբելին ձեռ կտա, չէ, որ Սրապյանը իմ հարցերը լուծի, բայց չէ։ Ինքը ինձ զգուշացնում է։ Դե բայց դուք էլ կարող եք իր ամուսնուն հանդիպել ու ամեն ինչ պատմել, չէ։ Ինչի որ չեք արել։ Դե ինչ կապ ունի։ Ունի։ Եթե մեջը մարդկային գծեր կան, ուրեմն ունի։ Կամ էլ դիտման բարել, որ դուք գնահատեք այդ քայլը։ Դե այդ երկուսն էլ տարբերակ է։ Տիկին Սաթան նաև կուզենայի անվտանգության առումով մի երկու խորհուրդ տալ ու ընկերոջս համարը փոխանցեմ ձեզ։ Ես իրան ամեն ինչ կզգուշացնեմ։ Եղավ, լավ, Լևոն ջան, հա։ Ասի դու չես պատկերացնում, ես դրանց հետ ինչ եմ անելու, այդ տատու այդ լակոտի։ Երկու անգամ հետները նորմալ խոսած էր, լակոտը լրիվ իրան կորցրեց, հարցակվեց վրես, ուզում էր խփել։ Հա, բայց չի խփել, չէ։ Հələ դե խփել։ Լավ հանգստացի։ Ես չեմ կարող հանգստանամ, չի ստացվում։ Հայ արգամ։ Մեն դավոն։ Դուք ընդհանրապես այս տան դուռը փակում եք։ Անեիսը դուրս է եկել, չի փակել։ Բարև։ Պապ։ Իսկ կարող է արգամնա քո պապան։ Սուրեն։ Դու մի խառնվի գնաս տեղից։ Ես չեմ գնալու։ Հենց ստեղ ձեր մեջտեղը կանգնելու եմ։ Հա, մամ ջան։ Հեսա դասերը վերջանան գալիս ենք։ Լավ, մամ ջան։ Կներես ապեր, մամայի զանգին չէի կարող չպատասխանել։ Նորմալ է։ Բա ես ինչ անեմ, չգիտեմ արդեն։ Սա ինձ բան չէր եղել, որ Վիկան չգա համասարան կամ չգալուց գոնե ինձ չզգուշացնի։ Զանգել ես։ Հեռախոսը անջատած է։ Սպասում եմ Անահիսը գա մի բան հարցնեմ, կարող է մի բան իմանա։ Դժվար, բայց հարցրա։ Դե կարող է երեկոյան իրար հետ են եղել։ Ապա չէ, իրիկունը Անահիսս տանն էի։ Վիկան չի զանգել։ Նորովտն իրար հետ ենք եկել, բայց Վիկայից ոչ մի խոսք չի գնացել։ Բիձա։
Անայիս էս տանն ես եղել։ Լավ էլ տեղավորվել ես։ Շատ լավ է։ Ապա լավ եկա։ Արթուր, կարողա տեղյակ ես Վիկայից, զանգում եմ անհասանելի է։ Ես էլ քեզ էի ուզում հարցնել Անայիս ջան։ Կարողա տանեցիներից որևէ մեկի համարն ունենաս։ Դե քույրերը փոքր են։ Մամայի հետ էլ մի երկու անգամ եմ տեսնվել։ Դե գիտես ինքը միշտ մեր տանն է։ Չգիտեմ, կարողա գնամ Վիկայից։ Կարան գնանք Վիկայից, հետո գնանք մեր տուն։ Չէ, երեխեք ջան, դու գնացեք Արամենս տուն, որ հանկարծ երեկոյան տեսնես ինչ որ բան իմանաս, ինձ անպայման ասա, հա Անայիս ջան։ Ես էլ մտածում էի այսօր գնամ իրենց բակում քայլեմ, կարողա մեկ էլ դուրս գա։ Բայց դե աշխատանքի եմ, չեմ ուզում առաջին օրով չգնամ ու բացակայեմ։ Ապեր դու գնա գործից, մենք մեր տանից հետո կիջնենք Վիկայից։ Անայիսը կտեսնի Վիկային, հետո քեզ կզանգենք։ Անայիս ջան, խնդրում եմ, որ մի բան իմանաս ինձ անպայման ասա, լավ։ Անպայման։ Շնորհակալ եմ, երեխեք ջան։ Գնացի։ Արեգը ինձ տուն իջացրեց, ճամպրուկն ու մնացած իրերն էլ տարավ հետը։ Մի րոպե։ Ինչի չեկավ։ Ահագին խոսելու բան կար հետը։ Նոր պատվիրատու էր զանգել, Սաթ, իմ հետ էր։ Գնաց պատվիրատուի հետ հանդիպման։ Հաստատ։ Հա, Սաթ։ Սաթ, մի քանի նոր բան եմ առել։ Կօգնես իրար հետ դասավորենք։ Հա, իհարկե։ Հեսա բարձրանամ մի հատ տուն ու իջնեմ էլի։ Դե հիմա ինձ ճիշտ ասա, թե ուր է Արեգը։ Ասեցի, ինքը Էդ հեքիաթ էր։ Հիմա ճիշտն ասա։ Սաթեն ինչ եմ ասի։ հաստատ Եթե ինչ չես հավատում։ Հավատում եմ։ Գնաց սիրած աղջիկան տեսնի։ Ես առավոտից իրիկուն մտածեմ, թե քո ամուսնությունը ոնց պնդացնեմ, գնամ Լուսեիդ մոտ, կրկնակի շանտաժ անեմ, որ հանգիստ նստի տեղը, իսկ դու դուրս գաս իմ դեմ, հա? Ինչ անես։ Չանեմ, արդեն արել եմ։ Լսի ինչ ես խոսում, քեզ ով է խնդրել գնաս Լուսեին տեսնես, նման բաներ խոսես հետը։ Ես քո համար կարողա լակոտեմ, թե պապայի մոտ վազող լաց կան երեխա։ Խի, տես չէր։ Դե ապրես։ Ընդհանրապես խորհուրդ էի ուզում լսեի քեզնից։ Հիմա այդ աղջիկն ինչ է մտածելու իմ մասին։ Ինչ կա, Դավո ջան, էդ էլ կմտածի։ Դրեմ ես գիզանը, չգնահատեց։ Այդպես ամբողջ կյանքս չգնահատված մնացի։ Իսկ ինչ վերաբերվում է այդ նախագծին։ Սուրեն։ Դու մի խառնվի։ Ինչ վերաբերվում է այդ նախագծին, չեմ նայ որ տղես ես։ Պետք եղավ։ Դու կոֆերով էլ կանցնեմ, եղավ։ Անայիս։ Սիրտս նենց արագ է խփում։ Վախենում ես։ Հետդ եմ Անայիս։ Մերոնք էլ շատ լավն են։ Հեսա կտեսնես։ Արի։ Բավերնաշապիկը չես փոխում։ Չէ, ինչ ա եղել իմ վերնաշապիկին, ինչ է փոխում։ Երեխեքն են գալիս։ Թող բարով գան։ Ինչ։ Մամջան մենք եկանք։ Բարև ձեզ։ Բա։ Բարև ձեզ։ Առաջացի աղջիկ չէ։ Սուրճ կամ թեյ կխմեք։ Թեյ չէ։ Թեյ մամջան։ Ես հիմա կգամ։ Ես Սուրենի աղջիկն է։ Դու գիտեիք։ Հա, հարկում հետուք։ Հերատոն։ Մամջան բաց եք գալիս։ Գալիս ենք Արամ ջան։
Արեք։ Դե մենք ամեն օր էլ իրար տեսնում ենք, պապ ջան։ Նույն համասարանից ենք։ Համ էլ ժամանակն այդքան էլ կարևոր չի։ Յա, իրոք։ Բա ի՞նչն է այդքան կարևոր։ Դե մարդու տեսակը։ Լսի, դու ինչ գործ ունես իմ ու Դավոյի հարաբերությունների մեջ, հե։ Բերին լավությունն է, որ միակ որդիդ է, ուզում եմ հաշտ լինեք, վատա, չէ։ Այդ քո ուզելով չէ, ինքը պետք է այդքան բանը հասկանա։ Արամ ջան, Անայսը ստեղ կապ չունի։ Ստեղ Սուրենի հարցն է։ Հա, հասկանում եմ, մամ։ Ես էլ երջանիկ չեմ այդ հարցով։ Բայց ես ինչ անեմ։